Հայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման շուրջ հոդված է հրապարակել նախկին փոխվարչապետ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ազգային ժողովի падգամավոր Արմեն Գևորգյանը։ Նա այս հարցին անդրադարձել էր նախկինում եւս առաջարկ Հայաստանին նախագծին ներկայացրած իր գաղափարների շրջանակում։ Ըստ Գևորգյանի, Իջևան-Ղազախ երթուղին կարծես Հայաստանի եւ Ռուսաստանի միջև Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ամենաարդյունավետ տարբերակն է։ Դրա առավելությունն Արմեն Գևորգյանը հիմնավորում է այն հանգամանքով, որ այս երթուղին ներառված չէ թուրքական պետությունների կողմից տարածաշրջանային ընդլայնման քաղաքական տրամաբանության մեջ։ Ըստ падգամավորի, այն կարելի է նաև դիտարկել որպես ձևավորվող արևելք-արևմուտք միջանցքի նոր օղակ, որն ապահովում է բեռների տարանցումը կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջանի եւ Հայաստանի միջով դեպի Թուրքիա եւ այնուհետեւ դեպի եվրոպական շուկաներ։ Հայաստանի ընդգրկումը նման սխեմաներում մեծացնում է երկրի աշխարհատնտեսական նշանակությունը եւ նվազեցնում ենթակառուցվածքային մեկուսացումը։ Գևորգյանի գնահատմամբ Իջևան-Ղազախ երթուղին ունի երկակի նշանակություն։ Առաջին, ամրապնդում է հյուսիսային շրջանների ներքին կապը եւ Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերի համար ստեղծում տնտեսական զարգացման նոր պայմաններ։ Երկրորդ, դառնում է Իրան-Հայաստան-Վրաստան ապագա երկաթուղային նախագծի կարևոր տարր։ Միևնույն ժամանակ նման հյուսիսային գծի ստեղծումն ավելի իրատեսական է դարձնում Շիրակ-Կարս երկաթուղային կապի վերսկսումը։ Այն դառնում է նոր օղակ միջին տրանսպորտային միջանցքում։ Բաքու, Ղազախ, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Կարս միջերկրական ծովի նավահանգիստներ։ Պատգամավորն ընդգծում է, երկաթուղային եւ ճանապարհային միջանցքները հենց այն տեսակի կապիտալ ներդրումներ են, որոնք մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենան առաջիկա տասնամյակների համար։ Իդեպ սրանք հենց այն տեսակի նախագծերն են, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ԵԱՏՄ-ի ու BRICS-ի գումարած ներդրումային եւ ֆինանսական հիմնադրամների համար, կարող են նվազեցնել Վրաստանի մենաշնորհը Հայաստանի արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։